Հարգելի բարեկամներ, այսօր մեր զրուցակիցն է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։ Բարև ձեզ, Փաշինյան։ Առաջիկա ընտրություններում կուսակցությունը կապանում առաջադրել է 5 տեխնացու, ինչով է պայմանավորված տեխնացուների նման թվի ընտրությունը, ինչու ոչ ավելի շատ կամ ավելի քիչ։ Գիտեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջին անգամ է մասնակցում կապանի ավագան ընտրություններին։ Ես կարծում եմ, որ վատ ցուցանիշ չի 5 տեխնացուի առաջադրումը, որ 5 անցողիկ տեխնացուի առաջադրումը, հույս ունեմ մեր առաջադրած բոլոր տեխնացուները արդյունքում կընտրվեն ավագան։ Շնորհակալություն։ Կարող եք ասել, ինչ սկզբունքներով են ընտրվել տեխնացուները, մարդկային կամ մասնագիտական ինչ որակներ են հաշվի առնվել։ Տեսեք, ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Կապան քաղաքում ունի տարածքային կազմակերպություն։ Մենք ժողովրդավարական կուսակցություն ենք եւ առաջադրումների մասին որոշումները ընդունել են Կապանի տարածքային կազմակերպությունը եւ իրենք տեխնացուները։ Կարևորագույն սկզբունքը հետեւյալն է, որ այդ մարդիկ պետք է լինեն կուսակցության անդամ եւ պետք է ընդունեն եւ լինեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրերի կրող եւ ընդունեն այդ ծրագրերը։ Կարող եք ասել, ինչ կուսակցությունը Կապանում չառաջադրեց քաղաքապետի տեխնացու։ Մենք նորից էլի նույն տրամաբանության մեջ իհարկե կուսակցության վարչությունը ցանկություն ուներ եւ կարծում էր, որ մենք հիմա արդեն ունենք արժանի քաղաքապետի տեխնացու, բայց այս փուլում տարածքային կազմակերպությունը այլ որոշում կայացրեց եւ մենք հարգում ենք այդ որոշումը։ Հույս ունենք հաջորդ ընտրություններին մենք արդեն քաղաքապետի տեխնացուությամբ հանդես կգանք։ Կապանի քաղաքական կյանքում ձեզ որ դրվագներն են գոհացնում եւ որոնք են դժգոհության տեղիք տալիս։ Որքանով եք տիրապետում Սյունիքում եւ հատկապես Կապանում տիրող քաղաքական անցուդարձին։ Խնդիրները, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզկենտրոն ունի, այդ խնդիրները պլյուս-մինուս ինչ-որ տոկոս ունեն նաեւ ուրիշ մարզկենտրոնները, որոշակի անհատական գործոններ կան, բայց ես կարծում եմ, ընդհանրապես գիտեք, հետաքրքիր բան ասեմ, ես վերջին տարիներին ընդհանրապես շատ եմ շրջում Հայաստանի Հանրապետությունում, հարյուրավոր գյուղերում եւ քաղաքներում եմ եղել Հայաստանի Հանրապետության ցավոք քաղաքների թիվը հարյուրավոր չի, բայց ու բոլոր բնակավայրերի բնակիչներ իրենք համոզված են, որ իրենք առանձնանում են մնացած Հայաստանից, իրենց նիստուկացով, իրենց ընկալումներով, գործելակերպով, վարվելակերպով, բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ իմ համոզմունքն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենք շատ մոտիկ եւ հարազատ են իրար եւ իրենք այդպես իրարից չեն տարբերվում։ Մի քիչ կարող է բարբառի տարբերություն լինի, մի քիչ կլիմայի, մի քիչ ճարտարապետության, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ առումով շատ նույնական է։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կապանցիների ընկալումները, քաղաքական ընկալումների մասին են, շատ չեն տարբերվում վանաձորցիների քաղաքական ընկալումներից, վանաձորցիներն գյումրեցիներից, գյումրեցիները երևանցիներից եւ այդպես շարունակ։ Մենք փոքր պետություն ենք եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները կամ իրենք արդեն կարծես թե նույնականացել են պետականությամբ եւ քաղաքացիությամբ եւ մնում է հիմա այդ նույնականացումը, քաղաքական նույնականացումը ի վերջո կենտրոնացնել, համախմբել եւ վերածել կոնկրետ քաղաքական արդյունքի։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես պետք է տեղային ընկալումներից հրաժարվենք, որովհետեւ եթե հիմա միջազգային շատ երկրների չափանիշներով նայենք, Հայաստանում ընդամենը մի քաղաքի կամ երբեմն նույնիսկ մեծ քաղաքի մի մասի բնակչություն կա, այնպես որ մենք ունիտար ենք որպես պետություն եւ մենք պետք է ունիտար լինենք որպես ժողովուրդ։ Ինչ է կարծում այսօր Հայաստանում գործող ընդդիմադիր կուսակցությունները արդյոք ունեն հնարավորություն երկրում տիրող իրավիճակի վրա ազդելու կամ այդ հնարավորությունները լիովին են օգտագործվում այդ իրավիճակը փոփոխելու համար։ Գիտեք, քաղաքական կուսակցության գործունեության նպատակը հենց իր ազդեցությունը մեծացնելը պետք է լինի։ Եթե քանի դեռ Հայաստանում տեղի չի ունեցել իշխանափոխություն, ուրեմն Հայաստանում դեռևս չկա այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժ, որ ի վիճակի է բեկում մտցնել քաղաքական իրավիճակի մեջ, բայց մյուս կողմից յուրաքանչյուր կուսակցություն ունի ազդեցության իր չափը, մի քիչ ավել, մի քիչ պակաս, եւ կարծում եմ մեր խնդիրն է նաեւ գնահատել մեր ունեցած ազդեցության իրական չափը, քաղաքական ազդեցության եւ փորձել ինչ էլ որ արձանագրվի, մեծացնել այդ ազդեցությունը։ Այսօր մենք գիտեք Ահատի մարզի նոր կյանք գյուղում ընտրությունները հաղթել ենք, սա բացառիկ երևույթ է, երբ որ ընդդիմադիր քաղաքական ուժը կարողանում
է 0-ից հաղթանակ տանել 17 տարվա հանրապետական գյուղապետի նկատմամբ, մենք շարունակելու ենք անհոգնել աշխատել, որևէ գործոն չի կարողանալու կանգնեցնել մեզ մեր ճանապարհին։ Մենք գնալու ենք եւ քաղաքացիների հետ շփվելու ենք, խոսելու ենք, մեր գաղափարները կիսելու ենք եւ փորձելու ենք Հայաստանի քաղաքացիներին դառնալ ավելի հասկանալի։ Պարոն Փաշինյան, վերջին ժամանակահատվածում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում Կապանում։ Կապանում հաստատվելը որոշակի հատուկ նպատակ հետապնդում է։ Գիտեք, ես էլի ասում եմ, Կապան, Երևան, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Նոյեմբերյան, Արարատ, Արտաշատ, Աշտարակ, Կապարան, Դիլիջան, Ալավերդի, Ամասիա, Ստեփանավան, դրանք բոլորը մեզ համար մենք այդ բոլոր քաղաքները սիրում ենք նույն կերպ եւ մեզ համարում ենք պատասխանատու այդ քաղաքների մեր երկրի ճակատագրի մասին։ Ես էլ եմ ասում, իսկ ով է ասել, որ Կապանը կամ Գյումրին կամ Վանաձորը մենք մեր պայքարի ամենամեծ թիրախներից մեկը դա է, որ ասում են վայ, այս ինչ է Երևանից եկե Վանաձոր կամ Գյումրի կամ Կապան, այս մեր հայրենիքն է։ Կապանը իմ հայրենիքն է։ Ես ինձ Կապանում ես ասում եմ ծնունդով իջևանցի եմ, բայց որևէ մեկը թող չկասկածի, ես ինձ Կապանում նույնքան լավ եմ զգում, որքան Իջևանում, որքան Երևանում, որքան Գյումրիում, որքան Վանաձորում։ Հայաստանի Հանրապետությունում բառացիորեն չկա մի անկյուն, որ իմ ինքնազգացողությունը, քաղաքացիական ինքնազգացողությունը փոխվի։ Կապանը ինձ համար հարազատ քաղաք է։ Որևէ մեկը թող չհարցնի Կապանում ես ինչ նպատակ ունեմ։ Կապանում մեր նպատակները նույնն են, ինչ որ Հայաստանի Հանրապետության ցանկացած անկյունում։ Կապանը, Հայաստանը, Երևանը, Գյումրին, Վանաձորը պետք է լինեն ազատ եւ երջանիկ։ Մարդիկ պետքա նոր կյանք կառուցեն, որ եւ այդ երկրի, այդ քաղաքի, մեր երկրի, մեր քաղաքների, մեր գյուղերի հետ կապեն իրենց երեխաների ապագան։ Մեր ամենամեծ նպատակը մեծ հայրենադարձությունն է, որ մենք ի վերջո կանգնեցնենք արտագաղթը եւ մեր բոլոր հեռացած հայրենակիցները նոր արտագաղթով հեռացածները եւ հին գաղթով, բռնագաղթով հեռացածների սերունդները վերադառնան եւ ապրեն Կապանում։ Վերադառնալով ձեր ասած թեմային, երեք Վանաձորում ձեր հանրահավաքի ժամանակ անդրադարձաք Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Էդմոն Մարուքյանի այն դիրքորոշմանը, որը վերաբերվում էր Երևանից լինելով Վանաձորում գործընթացներ իրականացնելու երևույթին։ Ի պատասխան ասեցիք, որ Հայաստանի ամեն անկյուն ձեր հայրենիքն է։ Ինչ եք կարծում, նման մոտեցում Սյունիքում եւ մասնավորապես Կապանում հնարավոր է։ Դուք կարող եք ինձ հետ գալ եւ շրջել Կապանի փողոցներում։ Եվ կտեսնեք, որ Կապանի բնակիչները, քաղաքացիները ինձ համար հարազատ մարդիկ են եւ ես հույս ունեմ, որ ես էլ իրենց համար հարազատ եմ։ Համենայն դեպս ես Հայաստանի բոլոր անկյուններում արժանանում եմ ջերմ ընդունելության եւ ոչ թե դա ես ասում եմ ի պատիվ ինձ, այլ ես ասում եմ ի պատիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ովքեր հասկանում են իրենց դերակատարումը Հայաստանի ապագայի կառուցման գործում։ Ես ասում եմ, որ Վանաձորը եւ Կապանը ինձ նույնքան հայրենիք են, որքան Իջևանը եւ Երևանը։ Եվ այս թեմայով որևէ բանավեճ լինել չի կարող, եւ ով կասկածում է, ես հրավիրում եմ ինձ հետ մեկնելու Հայաստանի ամենատարբեր գյուղեր եւ քաղաքներ, բոլորը դրանում կհամոզվեն։ Եվ իմիջիայլոց ոչ միայն իմ, այլև ձեր, այլև մեր հարցազրույցը դիտող յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունն է մեր քաղաք, մեր հայրենիքը, ոչ թե մեր կներեք պատժեզդը կամ մեր բնակավայրի այդ շենքը կամ շենքի հայաթը, այլ Հայաստանի Հանրապետությունն է մեր բոլորիս հայրենիքը եւ մեր խնդիրն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել այնպիսի երկիր, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր վայրում իրեն զգա տանը, ինչպես իր տանը, իր բակում, իր քաղաքում։ Սա է մեր նպատակը եւ առնվազն մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այս նպատակը ունի շատ լայն ընկալում։ Ինչքան արագ դա կդառնա, կվերածվի կոնկրետ քաղաքական արդյունքի, դա արդեն ուրիշ խնդիր։ Ինչպիսի ակնկալիք ունեք Կապանում տիմ ընտրություններից, որքան է գնահատում քաղաքացիական պայմանագրի հաղթանակի հավանականությունը։ Ես համոզված եմ, որ մենք ավականիում կունենանք անդամներ, ավականու անդամներ կունենանք այս ընտրությունների արդյունքում։ Համենայն դեպս ընտրողների հետ իմ այսօրվա շփումները վկայում են դրա մասին։ Ինչպիսի խորհուրդ կամ միգուցե ինչպիսի մաղթան կհնչի այն անձանց, ովքեր հոկտեմբերի 2-ից հետո կհաղթեն ընտրություններում, լինի դա ձեր կուսակցության, ձեր թիմակից ընկերը եւ կամ հակառակորդ որևէ մեկը։
Գիտեք, մենք ընտրությունների ընթացքի եւ արդյունքների հետ կապված մեկնաբանությունները եկեք թողենք ընտրություններից հետո։ Կտեսնենք ընտրություններն ինչպես ընթացան, ինչ ընթացք ունեցան, քվեարկությունը ինչպես տեղի ունեցավ։ Կարող եմ ասել, որ մեր վստահված անձիկ կարողանալու են վերահսկողության տակ պահել տեղամասերը եւ ապահովել ընտրողների քվեարկության գաղտնիությունը։ Պարոն Փաշինյան, խոսքը վերաբերվում էր այն անձանց, ովքեր ընտրության արդյունքում հաղթող դուրս կգան, որևիցե մաղթանք կամ խորհուրդ հղելուն։ Առաջին իմ մաղթանքը հետեւյալն է, որ ընտրվողները ընտրվեն բացառապես ազատ ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ։ Ցանկացած տեխնացուի, ով ընտրվում է ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ, ես կարող եմ միայն մի բան մաղթել, անմնացորդ եւ ազնիվ ծառայություն ժողովրդին եւ միայն ժողովրդին, ովքեր իրենց ընտրել են։ Իմ մաղթանքը կարող է վերաբերվել միայն ազատ, օրինական ընտրությամբ ընտրված անձանց։ Հիշեցնենք, որ այսօր մեր զրուցակիցն էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը։